ընտանիքում երրորդ եւ հաջորդ երեխային տրվող նպաստի ծրագիրն է, որը աճ ունի եւ ես ուզում եմ ասել, որ մենք շուտով ամենայն հավանականությամբ ազգային ժողով կուղարկենք օրենքի նախագիծ, որով այդ աջակցությունը երրորդ եւ հաջորդ երեխային մինչեւ 6 տարեկանը 50,000 դրամ վճարելու աջակցության ծրագիրը կառաջարկենք դարձնել մշտական նպաստ, որտեղ նաեւ փորձն է ցույց տալիս, որ ավելի ճիշտ է պարբերական ամսական աջակցություններով խրախուսել կամ աջակցել ընտանիքներին իրենց երեխայի հոգսերը հոգալ, քան մեկ միանվագ դրամագլխով, որը տրվում է ծննդյան ժամանակ եւ ցավոք սրտի հաճախ այդ մեկ միանվագ մեծ նպաստները կրկին այլ նպատակներով օգտագործվելով եւ արագ սպառվելով դնում են այդ ընտանիքին աղքատության մեջ եւ մեր անապահովության համակարգի ուսումնասիրություններն ցույց են տալիս, որ բազմազավակ 4 եւ ավելի, 5 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքների զգալի մասը ստանում է անապահովության նպաստ, այսինքն նրանք այդ երեխաները ունենում են, բայց չեն կարողանում հոգալ նրանց ծախսերը եւ այս ծրագիրը նպաստելու է նրան, որ եթե քաղաքացին որոշել է, որ ունենա, ապա ամեն երրորդ եւ ամեն հաջորդ երեխայի համար ինքը մինչեւ 6 տարեկան առնվազն ստանալու է այդ 50,000 դրամը այս պահին, միգուցե նաեւ հետագա տարիներին նաեւ դրա վերանայման անհրաժեշտություն ունենա, նաև այդ օրենսդրական փաթեթում մենք առաջարկելու ենք առաջին եւ երկրորդ երեխաների այսինքն համահավասարեցնել բոլոր երեխաներին տրվող այդ միանվագ նպաստը ծննդյան եւ բոլորին դարձնել 500,000 դրամ, առաջի եւ երկրորդի 300,000-ների փոխարեն նաև